Աշխարհը ահազանգում է Սիրիայում ընթացող ցեղասպանության մասին։ Անվտանգության ուժերի եւ Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև երկօրյա բախումները Լաթաքիայում եւ Տարտուսում վերածվել են էթնիկ կրոնական սկզբունքով քրիստոնյաների եւ ալավինների զանգվածային սպանությունների։ Համացանցը Թուրքիայի աջակցությամբ իշխանության եկած ուժերի կողմից մասսայական սպանությունների դաժան կադրերով է լցված։ Վերջին պաշտոնական տվյալներով ջարդերի հետևանքով ավելի քան 1000 մարդ է զոհվել, որոնցից 750-ը խաղաղ բնակիչներ։ Կառավարական անվտանգության ուժերի 125 աշխատակից եւ Ասադի 148 կողմնակից։ Բլոկնոտի փոխանցմամբ, սակայն 2 օրվա ընթացքում Սիրիայում զոհվել է Գազայում սպանված բոլոր խաղաղ բնակիչների 1/4-ը, այսինքն շուրջ 10,000 մարդ։ Նշվում է, որ Դաիշի նախկին անդամները ակտիվորեն գործում են պաշտոնական Դամասկոսի դրոշի ներքո։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցները դեռևս ոչ մի կերպ չեն արձագանքել Սիրիայում տեղի ունեցող զանգվածային սպանություններին։ Ռազմական փորձագետ Բորիս Ռոժինը նշում է, որ ներկայումս պաշտոնական Դամասկոսը ներկայացնող զինյալները իրենց մաղձը թափում են անպաշտպան խաղաղ բնակիչների վրա, առանց հարձակվելու ալավի աշխարհազորայինների վրա, որոնք ամրացած են մի շարք շրջաններում։ Ամեն ինչ սկսվեց մարտի 6-ին, երբ Սիրիայի Ջեբլա քաղաքում Լաթաքիայի մի քանի թաղամասում եւ Լաթաքիա ու Տարտուս նահանգների լեռնային հատվածներում կատաղի մարտեր բռնկվեցին սիրիական անվտանգության ուժերի եւ Դամասկոսում նոր իշխանության դեմ հանդես եկող զինված կազմավորումների միջև։ Ըստ վերջին տեղեկությունների, Լաթաքիա քաղաքի շրջակայքի մեծ մասում անջատվել է էլեկտրականությունն ու խմելու ջուրը։ Լաթաքիայում նախորդին նաև հայեր էին զոհվել, հայր ու որդի։ Արևելքը գրում է, նրանք ոչ թե պատահական կրակոցների զոհ են դարձել, այլ սպանվել են դիտավորյալ։ Աղբյուրի տեղեկություններով հայր եւ որդի Բուտրոսներին քրիստոնեական Կասաբ գյուղից Լաթաքիա վերադառնալիս կանգնեցրել եւ կրակելով սպանել են։ Արևելքը գրում է, որ Բուտրոսները այն քչաթիվ հայերից են, որ ծնվել են ասատների ծննդավայր Կարդահայում եւ այսօր պատմական այդ գյուղի միակ հայ ընտանիքն են։ Սպանված տղամարդու ծեր ծնողները դեռևս բնակվում են Կարդահայում։ Եվրամիությունը Սիրիայում իրավիճակի վերաբերյալ տարածած իր հայտարարությունում Ասադի կողմնակիցներին մեղադրել է կառավարական ուժերի վրա հարձակվելու, նաև դատապարտել է քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունները։ Քաղաքացիները պետք է պաշտպանվեն բոլոր դեպքերում, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, ասված է հայտարարության մեջ։ Եվրամիությունը կոչ արել բոլոր արտաքին դերակատարներին լիովին հարգել Սիրիայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։ Բաբոն տերա կանանց նախաձեռնությունը բաց նամակ է ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների գծով օգնական Էզե Բրանց Քեհրիսին եւ կոչ արել օգտագործել իր դիրքը հայ-ադրբեջանական բանակցություններին նպաստելու եւ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին անհապաղ վերադարձն ապահովելու համար։ Բաց նամակում կանանց նախաձեռնությունը խնդրում է հայ գերիների հարցը բարձրացնել ՄԱԿ-ի ֆորումներում, այդ թվում Մարդու իրավունքների խորհրդում եւ Անվտանգության խորհրդում, աջակցել ՄԱԿ-ի գլխավորած միջազգային դիտորդական առաքելություններին, այցելել ադրբեջանական բանտեր, որտեղ պահվում են հայ գերիները, խրախուսել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների դեմ պատասխանատվության միջոցները։ Արդեն 9 օր շարունակ հացադուլ անող Մանե Թանդիլյանի առողջական վիճակը 3 երեկոյան վատթարացել էր։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց։ Այսօր Թանդիլյանը հիվանդանոցից վերադարձել է Ազատության հրապարակ, շարունակելու հացադուլը։ Այս մասին Նյուզեյմի հետ զրույցում ասել է ապրելու երկրի կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Առողջական վիճակը լավ չէ, թույլ է զգում իրեն, բայց բժիշկների հորդորները չլսեց ու կրկին վերադարձավ հրապարակ, շարունակելու հացադուլը, ասել է նա։ Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Starlink արբանյակային համակարգը ուկրաինական բանակի հիմքն է եւ եթե ինքն անջատի համակարգը, առաջնագիծը կփլուզվի։ X սոցիալական ցանցում Մասկը գրել է, որ զզվել է անելանելի վիճակում տարիներ տևող կոտորածից, որում Ուկրաինան անխուսափելիորեն կպարտվի։ Քաթարը կոչ արել միջազգային հանրությանը ջանքեր գործադրել Իսրայելի բոլոր միջուկային օբյեկտները ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության տակ դնելու համար։ Քաթարի արտգործնախարարությունը նաև կոչ արել Իսրայելին միանալ միջուկային զենքի չտարածման պայմանագրին։ Շաբաթ օրը Լոնգ Այլենդում եւ Բրուքլինի մոտակայքում անտառային հրդեհներ են բռնկվել։ Ուժեղ քամին մեծացրել է դրանց տարածման վտանգը։ Հրդեհների տարածման ամենամեծ վտանգի տակ գտնվող տարածաշրջանը Նյու Յորքի հարավ-արևելքն է, Նյու Ջերսիի հյուսիսը։ Ուկրաինայի զինված ուժերը 2 հրթիռով հարվածել են Խերսոնի շրջանի շուկային, կան զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ։ Սոցցանցում հայտնել է մարզի ղեկավար Վլադիմիր Սալդոն։ Հարձակման պահին շուկայում տասնյակ խաղաբնակիչներ են եղել, հիմա դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները։ Հանրապետության տարածքում մարտի 10-ից 14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-ից 8 աստիճանով։